Նախ բարև ձեզ, ինչպես է ձեր առողջությունը, ինչպիսին են ձեր գործերը։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, նորմալ ենք, առողջ ենք, մարտունակ ենք, ինչ վերաբերում է մեր գործերին, պրոցեսը շարունակվում է, տենանք է չալնում։ Որ ասում է, ոտով ձեռով ընկել ենք կեղտաջրի մեջ, չեք կարում դուրս գալ, ուզում եք եթան, չէ թողում, ասում են դու լավ մարդ ես, մնաց տեղ։ Բայց իստում է մոտակա ժամանակներս արդեն մի դրական նորություն կունենանք։ Պարոն Ղուկասյան, մենք գիտենք, որ դուք կուսակցության համագումարում, երրորդ համագումարում ընտրվեց քաղաքական խորհուրդ, կա նաև քաղաքական խորհրդի քարտուղարը, արդեն հայտնի է թե ով է այդ ազնվորությունը եւ ասեմ, որ առաջիկա օրերից մեկում մենք նրան հյուրընկալելու ենք Փակ TV-ի տաղավարում, բայց մինչ այդ ուզում եմ նույն հարցը տալ նաև ձեզ։ Եթե ստացվի այնպես, որ դուք մտնեք խորհրդարան, բայց մեծամասնություն չկազմեք, ում հետ եք համագործակցելու, կան կուսակցություններ, որոնց հետ դուք փորձելու եք համագործակցել։ Պարոն Ղուշյան, իմ կարծիքով ճիշտ չէ, հիմա մեր խաղաքարտերը բացենք, թե ինչ է լինելու հաջորդ քայլը։ Ես մի բան կարամ ասեմ, որ մեծամասնություն կլինենք, թե մեծամասնություն չենք լինի, բայց մի բան հաստատ կլինի, սրանք պիտի գնան, սրանք, այս թրքահպատակները, որոնք որ հիմա կարշել են աթոռից ու երկիրը տանում է կործանման, Էլ է գնացել է Եվրոպաները հայ ժողովրդին քննադատում, եկեղեցականներին ասում է ԽՍՀՄ ագենտներ են, էսե բանը մեկը չկա հարցնի, Փաշինյան դու որտեղի ագենտն ես, Թուրքիայի դեսպանը այդպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը չի պաշտպանում, ինչ որ էս մարդը իր կառավարության հանդեպ։ Արցախ բառը սրա համար հավասար է ազնական ներողություն, ոնց որ մեր քրստես։ Հիմա ասիկան Ինչ է ուզում ես իշխանությունը, որ Հայաստանը շինի վիլայետ, Եվրոպա գնալու անվան տակ ասել եմ չի լինելու, հետլքով էլ միջուկային բոմբկցի չի լինելու, իմ հույսը ոչ տաշիրն է, ոչ էլ մնացածներն են, որովհետև նրանք բուսաբանական աշխարհի երևույթներ են, այնտեղ ես չեմ տենում ռադիկալ ընդդիմություն, միակ պորտը տեղը դնողը, նորից էլի խեղճ կրակ Վարդան Ղուկասյան։ Անես որ եկեք ժամանակի շուտ խաղաքարտերը չբացենք, անցեք առաջ։ Պարոն Ղուկասյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ կառավարություն կազմելու ժամանակ ընտրելու եք սովետական չինական մոդելը։ Ես կուզենայի, որ բացեիք փակագծերը, մի քիչ մանրակրկիտ այդ մասին խոսեք եւ քանի որ Հայաստանն էլ խորհրդարանական երկիր է, ասացեք կուսակցությունների թիվը սահմանափակվելու է, թե ավելանալու են։ Ի վերջո երկրի կառավարման գործում ինչ դեր են ունենալու կուսակցությունները։ Գիտեք ինչ, այսօր հենց մի հատ վեկալ եք նայեք, քանի հատ կուսակցություն կա։ Հայաստանում այդքան մարդ չկա, ինչքան կուսակցություն։ Տեղից հնողը կուսակցություն է բացել, որ անգամ դեմի հարևանը չի ճանաչում այդ մարդուն, բայց մարդը հենց առաջ է դրում, ասում է ես ուզում եմ դառնալ վարչապետ։ Բայց 5 տարին տղաջան ուր էիր, ինչ հարցով ես օգնել քո ընտրողին, որևիցե մի ընտրողի համար նյարդերը փչացրել ես, որևիցե մի ընտրողի համար, որևիցե մի պետական գերատեսչություն զանգ է տորքի տվել ես այդ ընտրողիդ այդ քաղաքացու հարցը լուծել ես, որևիցե մի գլոբալ խնդիր, որը որ տեղի ունեցել ես մայրիկա բռնաբարածների իշխանության ժամանակ, որևիցե մի հարցի շուրջ հրապարակային քննադատությամբ հանդես եկել եք Սուրմալու կմփծրին, զինվորներ վառին, Արցախ տվին, Էսարին, Էնարին, ես չեմ էլ ասում, որ գլոբալ հարցերի մեջ մտնեն, որովհետև այդ հետույքը չունեն, բայց որևիցե մի հատ լիֆտի հարց, մի հատ բնակի ձեզ զանգի ասելա, մեր շենքի լիֆտը չաշխատան, կամ կոյուղին, դու զանգես քաղաքապետարան, քաղաքապետարան, մորմշ անեն, կամ սարքեն։ Այդպես մի հատ բան, արասկակ, չէ։ Այսօր հելել են մեդան, իրանց կուսակցություններով, տնեցիկով, բալով, որի, ինչ են ուզում։ Ինչ վերաբերում է կուսակցությունը պիտի, այո, պատասխանատվություն կրի երկրի կառավարման համար, ոչ թե կա լափի թողեց, իրար հետևից եկա լափին գնացի, ոչ մեկ չպատժվավ, բացարձակապես։ Ով հալնում իմա ինչ-որ մի հատ թեթև դեմախոսով, եկալում կցնաբան, ասում է քաղբանտարկյալ չկա Հայաստանում։ Ոչ մեկ չասեմ,
մայրիկա շինած Հայաստանում քաղբատարկյալի հոդված չկա, որ քաղբատարկյալի ալի պիտի այս հոդվածը լի չէ, որ դրանով դու մարտացես։ Իսկ շենաբերում բանին, ուղղությունը միանշանակ ես կողմ եմ սոցիալիզմին, որովհետև հենա տենում եմ ինչա կատարվում կապիտալիստական երկրներում, հենց այս նույն հենց այդ կողալիքն են, բոմժեշ կապիտալիստական երկրի, այսօր անցանք, մեկ հեռու պիտի գնան կապիտալիզմից, հենա Կանադա, սոցիալիզմը, ինչ վատ երկիր է, Չինաստանը, սոցիալիզմը, ինչ վատ երկիր է։ Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն որոշ կուսակցություններ արդեն բավականին ակտիվորեն սկսել են իրենց նախնական քարոզարշավը եւ այս առումով հատկապես պետք է նշեմ քաղաքացիական պայմանագրին։ Մեր ունկնդիրները սպասում են թե դոկ կուսակցությունը երբ է սկսելու իր քարոզարշավը, որտեղ մարդկանց հետաքրքրում է թե ովքեր են լինելու այն անձնավորությունները, այն ծրագրերը, որով դուք գնալու եք ընտրություններին, չէ որ քաղաքական, տնտեսական, իրավական, ռազմական ոլորտներում մենք պետք է իմանանք թե ովքեր են ի վերջո ներկայացնելու ձեր կուսակցությունը, ովքեր են լինելու օրենսդիր, գործադիր դատական իշխանություններում ձեր կուսակցության ներկայացուցիչները։ Պարոն Ղուշյան, դուք կուսակցությունը իր քաղաքական քարոզարշավ ասեմ երևի, դա բախելա քարոզարշավ չի, իր քաղաքական գործունեությունը սկսել է վաղուց, տարիներ առաջ։ Վարդան Ղուկասյան, այսպես ասած, ես չեմ սպասում ընտրությունից ընտրություն իմ քաղաքական գնչուների նման, որ հլը գնեմ փողոց, սկսեմ խոստումներ տամ, փող բաժանեմ, խոստում տամ, փող բաժանեմ, չգիտեմ, մի հատ պարա բռնեմ, զասեմ, մի հատ բնա պապիկ բռնեմ, ձեռքցեմ, մի հատ ոչմ կնիկ բռնեմ, ծաղիկ տամ եւ այլն։ Մենք սկսել ենք վաղուց, դրա համար իմաստ էինք։ Իսկ ինչ վերաբերում է ստարտը, այսինքն երբ կտենա մնացած անդամներին շուտով, մի բան շտապեք, հանգիստ եղեք։ Մենք վրազելու ոչ մի տեղ չունենք, նամանավանդ, որ իմ ազատությունը սարերի հետևում չի։ Դուրս կգանք եւ որ ասում եմ բարեհաջող կերպով մեր գործունեությունը կսկսենք, թմի հետ էլ կծանոթանան, կտենան ով է գործադիր, ով է ով է։ Մի վրազեք, համբերեք, ամեն ժամանակին, բայց նույնիսկ եք գնում, մենք սկսել ենք վաղուց։ 2019 թվականից իհարկե բան ժամանակ ուրիշ կուսակցություններ, որին է սոդական ոչ մեկ չի հիշում եւ գոյություն չունի այլևս, հիմա ուրիշ է, ժողովուրդը Վարդան Ղուկասյանի կերպարը գիտեն։ Իսկ վարչապետի տեխնացիոնել Վարդան Ղուկասյանն է։ Պարոն Ղուկասյան, ձեր շտաբի պետը մեր հայտնի իրավապաշտպան ձեր փաստաբան Լևոն Բաղդասարյանը մի մասնավոր զրույցի ժամանակ ինձ ասաց, որ օրենսդիր մտնելու դեպքում որոշ պատգամավորներ կարող են նաև հանձնել իրենց մանդատը եւ աշխատանքը շարունակել օրենսդիրում։ Չգիտեմ ինչ սկզբունքով են ձեզ մոտ այդ աշխատանքները կատարվելու, մի առիթով էլ ասեցիք, որ մենք չենք շտապում, օրը կգա բարին էլ հետը։ Ի վերջո դուք ինչ կարծիք եք այդ մասին, ինչպիսի սկզբունքով են գնալու ձեր աշխատանքները։ Գիտեք ինչ, ես վստահ եմ, որ այս անգամ նման մարդկանցից մենք հեռու կլինենք, որովհետև կա տարբեր գործիքակազմ նման բաները կանխելու համար, թե իրավական, թե ոչ իրավական, թե բարոյական եւ այլն, եւ 98%-ով ես բացառում եմ նման շանտողություն, որովհետև բացառում եմ, չեմ ուզում հիմա ասեմ ոնց ինչ եւ այլն, կգա ժամանակը այդ ամեն ինչի կանխարգելիչ գործողությունները միայն ասելուց հետո անձը կմտնի ցուցակ։ Եթե չի համաձայնվի կանխարգելիչ գործողությունների հետ, չամադալ, վокзал, դուք իմ մոտեցումը բնեն գիտեք։ Ես ցույց չեմ տա մարդկային վիժվածքների հավաքածու ինձ ցուցակի մեջ։ Անցակ առաջ։ Պարոն Ղուկասյան, ինչ կուզենայիք ավելացնել մեր զրույցի վերջում։ Իմ զինանշանի վրայի գերբը սպիտակ գայլը, դա տալիս սանիտարն է, բոլորս գիտենք, որը այդպես էլ կանի։ Այնպես որ ժողովուրդ ջան, չենք վհատվում, ամեն ինչ արժևում է, հավատացած եղեք ինձ, մի քիչ համբերություն։ Գիտեմ, այդ նախադասությունը շատ է կրկնվել, բայց հիմա էս է։ Ընկել ենք պիտի բնքաշենք, մի քիչ համբերություն, այսքան։
Շնորհակալություն մեր հերթական ուղիղ կապի համար։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, դե մենք ավանդույթը չենք խախտի եւ ամեն շաբաթ ինչպես նախորդ պայմանավորվել ենք ուղիղ կապի մեջ կմտնենք ձեզ հետ։ Իսկ այսօր այսքանով թույլ տվեք ավարտել մեր հերթական ուղիղ կապը Վարդան Ղուկասյանի հետ եւ ինչպես ասում են, մինչ նոր հանդիպում Փակ TV-ի եթերում